Դուք այս ընթացքում, այսինքն քանի որ նաև երեք խոսեցիք տղաների հոգեբանական վիճակի մասին, չեք փորձել շատ հարցեր տալ միջադեպի վերաբերյալ, բայց այդուհանդերձ ուզում ենք հասկանալ տղաները միջադեպը ի սկզբանե սկիզբ ինչպես այսինքն կանգնած էր Դավիթը իր տեղում իրեն հրել են ինքը այնտեղ լսվում է որ ասում է տենց չնայես ինձ վրա ինչպես է եղել իր այդ միջադեպը որ նաև մեր հետևորդների համար հանրության համար որտեղ տարբեր Բոլորիս համար է դա ակնհայտ, որ երեխեք աղոթագրքերը, տղաները աղոթագրքերը ձեռքները մասնակցում են պատարագին։ Հրելով, հրմշտելով ներս են մտնում, տեղ են ազատում, որպեսզի տանեն ամենասկիզբը մարդը կանգնացնի։ Եթե կտեսնեք, մինչև տղաներին հասնելը եկեղեցու սկզբնամասում արդեն իսկ այնտեղ սկսվում է այդ աղմուկը, աղաղակը, որ մարդիկ ասում են մեզ մի հրեք, մի թողեք, մի մտեք այստեղ եւ այլն, տարբեր տիպի խոսակցություններ։ Հերթական անգամ երեխեքին նույնպես հրել են, Դավիթը ինչ է ասում է, ես ուզում եմ իմ տեղը կանգնեմ, այսինքն մարդը կանգնած աղոթում էր, իր աղոթքներ անում, իրան հրում են, խցում են, ասում են, չէ դու ստեղ աղոթք մի արա, որտեղ ստեղով պետքա չգիտեմ, մարդիկ անցնեն։ Այդտեղից է սկսվել այդ ամենը։ Անջատում եղբորից դեպ նաև այս հանգամանքն են, որովհետև իրանք շատ կարևոր հանգամանք է, մենք հետո էլ եմ ասում քիչ ավելի մանրամասն դրան կանդրադառնանք, պատահական չեմ էլի այդ ասում, որովհետև Միքայելը եւ Դավիթը միշտ իրար հետ են լինում, եւ դա որոշակիորեն պայմանավորված է նաև Դավիթի առողջական վիճակի։ Պահմանբայրում միասին են թե առանձին։ Իհարկե առանձին են։ Իսկ դուք ՆԳՆ-ից կամ ոստիկանությունից կամ օրինակ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից այցելել էին, ներկայացրել եք կամ իրենք պահանջեն պատասխան, թե ինչու ներքին գործերի նախարարության ոստիկանությունը նման կերպ տղաներին բերման ենթարկեց։ Այսինքն նրանց չէին եկել ասել ներկայացեք ոստիկանություն, որ հրաժարվել էին։ Չէ, այստեղ հրաժարում չկա, ինչու նման կերպ, ուրեմն երբ որ ես ինքս տեսանկարը հանում էի, թե ոնց են երեխաներին մտցնում կենտրոնի բաժին, քանի որ պարզա չէ, մենք օրվա մեջ քանի անգամ ենք տեսնում այդ կադրերը, հա, ոստիկանն այնպես լավ պատասխան տվեց։ Մենք էլ ենք նկարում։ Իսկ նկարում են, թե արդեն այդ ում համար են նկարում եւ ինչի համար է, կարծում եմ, էս էլ է պարզ, սա ինչ որ անձի համար է։ Սա ուղղակի մեր պետությունը լծված է ինչ որ անձի, այն որ ասում է բավարարելու համար, հոգեբանական իր այո։ Երևի։ Բայց պետք չի այդ ամեն ինչը անել եւ կայանալ 18 տարեկան երեխաների հանդեպ։ Լավ, քանի անգամ կամ քանի դեպք գիտեք, մեկ օրում մենք ունենք 18 տարեկան 3 երեխայի նկատմամբ նույն գործելավոճը։ 18 տարեկան 3 երեխա հայտնվել են ԶՊՎ-ում, որովհետև ուղղակի հայտնվել են մի վայրում, որտեղ հայտնվել է կոնկրետ այդ անձը։ Ինչ որ sense այս ամեն ինչը, հա, ինքը շատ վտանգավոր, ինչ որ նախադեպ է, վտանգավոր բան է սերմանվում հիմա։ Ուղղված երեխաների դեմ։ Պետք չի այդ երեխաներին խառնել, ես չգիտեմ դա քաղաքական է, քարոզչություն է, ինչ քարոզչություն չեմ հասկանում, ծաղկազարդը, ինչ քարոզչություն, ինչ քաղաքականություն, ժողովուրդ, քաղաքական գործունեության մասին։ Ծաղկազարդը դա քաղաքական, ասենք կարա քաղաքական թեզի մեջ տեղավորվի, ոչ պետական, ոչ պաշտոնական կիրակի օրով եկեղեցում ծաղկազարդի արարողակարգ։ Սա շատ իրականում շատ վտանգավոր նախադեպ է սրանով ստեղծել։ Եկեք մտնենք դուրս գանք։ Չէ, մենք չենք ներկայացնում իմ ունեցած տվյալներով այլ փաստաբաններ, երևի հեսա պարզ կդառնա։